Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 3-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք, պարզ է մոտ օրերս մենք կկենտրոնացնենք մեր աշխատանքը կապված հենց այս երկու գագաթնաժողովների, որոնք կանցնեն Երևանում վաղը և վաղը չէ մյուս օրը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը լրջագույն միջոցառումներ բարձրացնող պատիվը մեր պետականության հայ ժողովրդի, քանի որ միաժամանակ 40 երկրից ավել ղեկավարներ, նախագահներ, վարչապետներ գալիս են Հայաստան Այսօրվա գիշերվանից սկսեցին ժամանել պատվիրակությունները, մի քանի ինֆորմացիան դրա հետ կապված ձեզ կտամ, ինձ համար շատ կարևոր է, որ առաջի անգամ է, որ եվրոպական այս ձևաչափում մասնակցություն կունենա Կանադան գալիս է վարչապետի մակարդակով Երևան Նաև շատ կարևոր է, որ Թուրքիան է գալիս փոխ նախագահի մակարդակով Դա շատ կարևոր է հաշվի առնելով, որ դեր նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ մենք չունենք Թուրքիայի հետ ու կարևոր լուր պարոն Զելենսկին Ուկրաինայի նախագահան գալիս է Հայաստան անչափ կարևոր է դա Հայաստանը դառնում է կարևորագույն կենտրոն, որտեղ որ հավաքվում են մեծ թվով պետությունների, եվրոպական առաջերտին, պետությունների ղեկավարներ ու քննարկելու են տարբեր հարցեր, ոչ միայն կապված Հայաստանի հետ, կքննարկեն Ուկրաինայի դեմ ուղղված ագրեսիվ պատերազմը Ռուսաստանի կողմից, կքննարկեն Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների, բարդ հարաբերությունների, կոնֆլիկտի խնդիրներ, կընդունվեն հայտարարություններ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի աշխատանքի արդյունքում կընդունվի բանաձև եվրոպական քաղաքական համայնքի աշխատանքներից հետո անչափ կարևոր զարգացումներ են գնում Պարզ է նաև ես կներկայացնեմ ձեզ այն արձագանքը, որը տալիս են ռուսամետ քաղաքական ուժերը Հայաստանի ներսում այս մեծ հաջողությունների, որոնց մենք ականատեսն ենք Ինչ են ասում, ինչով են վախեցնում մեր հասարակությունը ու պարզ է, մի քանի խոսք ասեմ, գիտեք ինչի մասին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը նիստ հավաքեց ապրիլի 30-ին, զգուշացրեց 8 կուսակցություն 19-ից, ովքեր դիմեցին ու ուզում են մասնակցել ընտրություններին, 8-ը ունեն թերություններ այն փաստաթղթերում, որոնք իրենք հանձնեցին մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովին Ուրեմն 19-ից 8-ի նկատմամբ ունի կենտրոնական ընտրական հանձնաժողով դիտողություններ, իրենք պետք է լրացնեն փաստաթղթերը, որոնք բերեցին հանձնեցին մասնակցելու ընտրություններին Ու քանի որ 40 օրենքով 48 ժամ է տրվում կուսակցություններին թերությունները շտկել, այդ 48 ժամը լրացավ, ուրեմն այսօր մենք կունենանք ինֆորմացիան որ կուսակցությունները չեն գրանցվի, ովքեր կգրանցվեն Ուրեմն 19 դիմաց կուսակցություններին մասնակցելու ընտրություններին 8-ը ունեին թերությունները, նայենք կշտկեն թե ոչ ու վերջնական թիվը մասնակցող մեր ազգային ժողովի ընտրություններին, որոնք պետք է անցնեն հունիսի 7-ին, մենք կունենանք մոտ օրերս Ու այսօր ես անպայման պետք է անդրադառնամ այն բարդ քաղաքականությանը, որը վարում է նախագահ Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփը Չգիտես ինչու ինքը սկսեց դուրս բերել զորքերը Գերմանիայից Ինքը վաղուց է սպառնում էր, որ այստեղից, այնտեղից դուրս կբերվեն զորքերը Միացյալ Նահանգների Բայց ես չեմ հիշում, որ Գերմանիան այս ցանկում լինել կամ Իտալիան կամ Իսպանիան Հիմա ինքը
Գերմանիայից սկսեց դուրս բերել ամերիկյան զորքերը ու սպառնում է, որ նույնը կանի Իսպանիայի, Իտալիայի դեպքում։ Ինչի է դա անում ինքը։ Ինչու իր համար ավելի հաճելի է խոսել Պուտինի հետ, այլ ոչ թե եվրոպական առաջնորդների հետ։ Այդ թեման անչափ կարևոր է ՆԱՏՕ-ի կոնտեքստում, Եվրոմիության պինդ լինելը կոնտեքստում, ուժեղ լինելը կոնտեքստում, դա է պատճառը, որ անպայման այսօր էլ կանդրադառնամ այս թեմային։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը, շատ կարևոր աշխատանքը, քանի որ տեսնում եք ինչ բուրըն զարգացումներ են գնում Եվրոպայում, Հայաստանում, Հայաստանի շուրջ, ու այդ զարգացումներին մենք պետք է adekvat արձագանքենք, դա է պատճառը, որ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի աշխատանքը ել ավելի կարևոր է դառնում մեր հասարակության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, սփյուռքայության համար, որ դուք ստանաք օբյեկտիվ ինֆորմացիա։ Հիմա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ կապված այդքան բուրըն զարգացումներ, որ ես չեմ բացառում, որ մոտ օրերը 3-4 օր ես նույնիսկ օրը 2 անգամ եթեր կմտնեն։ Կհիշեք իմ խոսքերը, լրջագույն հայտարարություններ կարվեն տարբեր պետությունների ղեկավարների կողմից, ու այդ հայտարարությունները կվերաբերեն եւ Ուկրաինայի դեմ ուղված հարձակման եւ վերաբերվեն Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններին եւ կվերաբերվեն ուղղակիորեն հայ-ադրբեջանական հարաբերություններին, շատ է ինֆորմացիա լինելու կարևոր մեր հասարակության համար, մեր սփյուռքայության համար, դա է պատճառը, որ մենք կարող է 2 անգամ օրը ձեզ հետ հանդիպենք։ Հիմա սկսում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ Դոնալդ Տրամպը հայտարարությունով հանդես եկավ մի քանի օր առաջ, որ ինքը հրավիրեց Վլադիմիր Պուտինին, որ ինքը մասնակցի մեծ 20-յակի Great 20 այս ֆորմատին, որը պետք է անցնի Մայամիում, Միացյալ Նահանգներում։ Դա կլինի այս տարվա դեկտեմբերին։ Ու Դոնալդ Տրամպը ասեց, ես հրավիրեցի, որ Ռուսաստանը մասնակցի այդ միջոցառմանը, քանի որ Ռուսաստանը ֆորմալ մեծ 20-յակի անդամ է։ Դուք հիշում եք, մեծ 8-նյակից Ռուսաստանին վաղուց է հանեցին, մնաց մեծ 7-նյակ, բայց մեծ 20-նյակին Ռուսաստանին չեն խանե, ու Դոնալդ Տրամպը ուզում է Ռուսաստանը հրավիրել, որ դեկտեմբերին այդ գագաթնաժողովին մասնակցի։ Դոնալդ Տրամպը ապրիլի 30-ին ունեցել է հեռախոսազրույց Պուտինի հետ, շատ գոհ էր այդ հեռախոսազրույցից, ասեց, որ շատ օգտակար հեռախոսազրույցն էր։ Այդ հեռախոսազրույցից հետո պարոն Պեսկովը, պրեսքարտուղարը Պուտինի ասեց, որ կողմերը եկան համաձայնության, որ միջնորդությունը տարբեր կոնֆլիկտներում իրենց միջնորդությունը շարունակվի, որ միջնորդության մասին է խոսքը, օրինակ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կոնֆլիկտի կողմ է, որ միջնորդության մասին է խոսքը։ Միգուցե խոսքը գնում է Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների, չեմ հասկանում, բայց ուզում եմ ասել, այս թուլությունը Պուտինի նկատմամբ Տրամպի մոտ կա, այդ խնդիր է։ Խնդիր է Եվրոպայի համար, խնդիր է ամբողջ ժողովրդավար երկրների համար։ Կայա Կալասը, արտգործնախարարը Եվրոմիության, որը նաև կմասնակցի այս Երևանյան երկու գագաթնաժողովներին, Կայա Կալասը, Եվրոմիության արտգործնախարարը հայտարարությունով հանդես եկավ, որ մենք չենք հասկանում Դոնալդ Տրամպի շատ ու շատ քայլեր, օրինակ այս հեռախոսազրույցներից հետո ինչ արդյունք է։ Միացյալ Նահանգները կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի վրա, որ պատերազմը ավարտի, Ռուսաստանը պատերազմը դադարեցնի Ուկրաինայի դեմ, թե ոնց։ Մյուս քաղաքական վեկտորը, որը զարգացնում է Տրամպը, ՆԱՏՕ-ի դեմ ուղղված։ Ավելի ճիշտ, հիշում եք, ինքը անընդհատ պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի երկրները բարձրացնեն այն տոկոսը գումարների, որոնք տալիս են ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ի կողմից, որ պաշտպանությունը ապահովի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրների։ Դոնալդ Տրամպը միշտ քննադատում էր, որ եվրոպացիք
փոքր գումար են տալիս ու իր պահանջով զգալի մասը եվրոպական երկրների որոշում ընդունեցին բարձրացնել իրենց ռազմական բյուջեները մինչև 5%։ Մի մասը արեց, կա երկիր օրինակ Իսպանիան, որը կտրականապես դեմ է 5% դարձնել իր ռազմական բյուջեն, դա մեծ դժգոհություն է առաջացնում Տրամպի մոտ, բայց մեծ մասը երկրների համաձայնվեցին մոտ տարիներ հասցնել իրենց ռազմական բյուջե 5%-ի։ Բայց չի հանգստանում Տրամպը, շարունակում է քննադատել, շարունակում է սպառնալ, որ Միացյալ Նահանգները դուրս կգան ՆԱՏՕ-ից, ինքը առիթ է բերում այն, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Միացյալ Նահանգներին այս Իրանի դեմ պատերազմում, չեն աջակցում բացել Հորմուզի նեղուցը։ Դուք գիտեք, եվրոպական երկրները ինչ են ասում, երբ որ դուք սկսեցիք պատերազմ Իրանի դեմ, դուք լսեցիք մենակ Իսրայելի, չէ՞ ձայնը, մենակ Նետանյախուի առաջարկը լսեցիք։ Մեզ չեք լսել, չի եք ուզում, որ մենք ներգրավենք այս պատերազմի մեջ, որի մասին դուք մեզ հետ չեք խորհրդակցի։ Բայց Տրամպը նեղացած է, ասում է, ոնց դուք չաջակցեցիք, ուրեմն ՆԱՏՕ-ից մենք դուրս կգանք։ Լեհաստանի վարչապետը Դոնալդ Տուսկը հայտարարեց իր մտահոգությունը այս վերջի օրերին ՆԱՏՕ-ի ապագայի հետ կապված։ Էդել ինքը արձագանքեց հենց ոչ միայն հայտարարություններին, որը անում է Դոնալդ Տրամպը վերջի ժամանակներս ՆԱՏՕ-ի պետությունների դեմ ուղղված, ինքը արձագանքեց Դոնալդ Տուսկը Լեհաստանի վարչապետը հենց այն փաստին, որ Միացյալ Նահանգները որոշում ընդունեցին դուրս բերել մի մասը իրանց զորքերի, մոտավորապես 5000 զինվոր, դուրս բերել Գերմանիայից։ Դա իրոք շատ անսպասելի է, իրոք Դոնալդ Տրամպը սպառնում է դուրս բերել զորքերը ՆԱՏՕ-ի տարբեր երկրներից, բայց Գերմանիան այդ ցանկի մեջ չկար։ Հիմա ոչ թե սպառնում է, այլ ուղղակի 5000 զինվոր դուրս է բերում Գերմանիայից ու Դոնալդ Տրամպը ինչ է ասում, որ հայտարարությունները, որոնք արեց պարոն Մերցը, կանցլերը Գերմանիայի, դա դուր չեկան ամերիկացիներին, քանի որ Գերմանիայի կանցլերը քննադատում էր պատերազմը Իրանի դեմ Միացյալ Նահանգների, բայց ամենակարևորը ինքը ասեց, որ Իրանը իր քայլերով, իր հակաքայլերով նսեմացրեց Միացյալ Նահանգներին։ Դոնալդ Տրամպը շատ նեղացավ ու պատժում է Գերմանիան 5000 զինվոր դուրս է բերում։ Բացատրելով հենց դրանով, որ պատշաճ հայտարարություններ չեն արվել, վիրավորող Միացյալ Նահանգներին հայտարարություններ արեց պարոն Մերցը, դա է պատճառը, որ մենք զորքերը դուրս ենք բերում։ Ես կարծում եմ, որ դա բավական էմոցիոնալ քայլեր են, դա նշանակում է, որ ստրատեգիկ կարևորությունը Միացյալ Նահանգների կթուլանա, հետևանքներ կլինեն, բայց հիմա Դոնալդ Տրամպի քաղաքականությունը դա է, ինքը ընտրված է, նախագահի Միացյալ Նահանգների իր քայլերը անում է։ Ես պետք է ասեմ, որ Պենտագոնն էր ասեց, Պենտագոնը Միացյալ Նահանգների այդ գլխավոր պաշտպանության ինստիտուտը, իրանք ասում են, որ այո, մենք դուրս ենք բերում զորքերը, ավելին իրանք ասում են, որ Դոնալդ Տրամպը նախագահ նաև ուսումնասիրում է տարբերակ դուրս բերել զորքերը Իտալիայից եւ Իսպանիայից։ Օրինակ Իտալիայում մոտավորապես 13000 զորք է Միացյալ Նահանգների կուտակված, Իսպանիայում էր ոչ պակաս։ Ինչու։ Իրանք ասում են ոչ Իսպանիան, ոչ Իտալիան չեն աջակցել Միացյալ Նահանգներին այս պատերազմում Իրանի դեմ։ Նորից կրկնում եմ, պատասխանը Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի նա է, որ մեզ հետ չեն էլ խորհրդակցե, ինչի են ուզում, որ այն պատերազմը, որը մերը չի, որի հետ կապված մեզ չի խորհրդակցե Տրամպը, որ մենք միջամտենք, բայց ակնհայտ է, որ Դոնալդ Տրամպը այտենց էլ ուզում էր ՆԱՏՕ-ից դուրս գալ, հիմա առիթավորվում է, առիթ է գտնում։ Օրինակ դուք գիտեք, որ Գերմանիան միակ եվրոպական երկիրն է, որ ոչ մի հարցում չի մերժե Դոնալդ Տրամպին։ Այո, այս պատերազմում Իրաքի դեմ Դոնալդ Տրամպը օգտագործում էր
ռազմաբազաները Ամերիկայի գտնվող Գերմանիայում։ Գերմանիան արգելք չդրեց։ Օրինակ Իտալիան արգելքներ դրեց։ Սիցիլիայում գտնվող ռազմաբազան Ամերիկայի Իտալիան թույլ չտվեց, որ այդ ռազմաբազայից տեղափոխվի զենգզինամթերք Իրան։ Բայց Գերմանիան արեց, բայց այնուամենայնիվ Գերմանիայի աջակցությունը չգնահատեց Տրամպը։ Ուրեմն Տրամպի ասածը, որ իբր Իրան չեն աջակցել, դրա պատճառով ինքը ուզում է դուրս գալ ՆԱՏՕ-ից ու չի բացառում, կամ դուրս բերել զորքերը Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիային չեն համապատասխանում տրամաբանությանը։ Նորից կրկնում եմ, Իտալիայից, Իսպանիայից, եթե ինքը դուրս է բերում զորքերը կամ պլանավորում է դուրս բերել ամերիկյան զորքերը Դոնալդ Տրամպը ու կապում է նրա հետ, որ Հորմուզի, Նեղուցի ապաշրջապակման չեն աջակցել, այս լոգիկան չի աշխատում Գերմանիայի դեպքում։ Գերմանիան աջակցել է Միացյալ Նահանգներին, բայց հենց Գերմանիայից Տրամպը դուրս բերել զորքերը։ Ուրեմն ես տեսնում եմ, որ Դոնալդ Տրամպը ուղղակի առիթ է օգտագործում այս պատերազմը Իրանի դեմ, Հորմուզի նեղուցի պատմությունները, զորքերը դուրս բերել եվրոպական երկրներից։ Ինչու է ինքը անում, ինչ շահերից ելնելով դժվար է ասել, մեծ երկիր է, ընտրված նախագահ իր տրամաբանությունով, իր թիմի տրամաբանությունով, իր քաղաքական ուժի տրամաբանությունով գնում է։ Իդեպ ասեմ ձեզ, Գերմանիայի հետ կապված այդ քայլը չի բացառում, որ բերեց նրան, որ Երևան չի գալիս Գերմանիայի կանցլերը, վարչապետը պարոն Մերցը, դուք գիտեք, կար ինֆորմացիան, որ հենց ինքը բացի Էմանուել Մակրոնից Ֆրանսիայի նախագահն երկրորդ ղեկավարը պետության եվրոպական, որը գալիս է Հայաստան պետական այցով, հենց խոսում էր Գերմանիայի մասին, բայց հիմա մեզ մոտ պետական այցով բացի Էմանուել Մակրոնից այլ երկիր չի գալիս, բայց պլանավորվում էր, որ Գերմանիա գա, իմ կարծիքով այս բարդությունները Միացյալ Նահանգների հարաբերություններում բերեցին նրան, որ պարոն Մերցը չի գալիս Հայաստան, նայենք Գերմանիան ինչ մակարդակով է գալու, կասկած ես շատ բարձր մակարդակով, բայց պարոն Մերցը չի գալիս։ Հիմա ստեղ նորից կրկնում եմ, Դոնալդ Տրամպի քաղաքականությունը բարդ քաղաքականություն է, մենք շատ ուշադիր պետք է հետևենք այդ քաղաքականությանը, քանի որ առնչվում է Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի հետ, առնչվում է եվրոպական անվտանգության հետ, ուրեմն առնչվում է նաեւ մեր շահերի հետ։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը վարչապետ Հայաստանի շատ կարևոր ու շատ ուժեղ քայլ արեց։ Դուք գիտեք Դոնալդ Տրամպի նախաձեռնությունը հիշում եք խաղաղության խորհուրդ Գազայի պատերազմից հետո, որը ինքը ստեղծեց, Հայաստանն ու Ադրբեջանը մտան այդ խորհրդի մեջ, այդ խորհրդի մեջ մոտավորապես 22 թե 25 երկրներ են, եվրոպական երկրներից գրեթե չկան, բայց այդ խորհուրդը, այդ նախաձեռնությունը շատ կարևոր է Հայաստանի համար, լավ է, որ Հայաստանը մտավ, բայց Նիկոլ Փաշինյանը մյուս քայլ արեց։ Դուք գիտեք, այդ խորհրդի աշխատանքների հետ կապված Դոնալդ Տրամպը դիմեց խորհուրդ մտած բոլոր երկրներին իրենց ֆինանսական լուման ներդնել։ Ու հայտարարությունով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ, որ Հայաստանը իր ֆինանսական լուման կդնի։ Ճկուն քաղաքականություն է վարում մերոնք, քանի որ այն հարցը, որը կապված է TRIP ծրագրի հետ, Դոնալդ Տրամփ ծրագրի հետ, հարավը Հայաստանի։ Այդ ծրագրերը մեզ շատ է կարևոր, որ ամերիկացիք շարունակեն ու Հայաստանը ուղարկում է իր մեսիջը։ Դες Հայաստանը իր քայլերը կառուցողական անում է։ Հիմա ես ասացի, փոխվարչապետը Թուրքիայի կմասնակցի, կներեք, փոխնախագահան Թուրքիայի Դժեվդետ Ըլմաս կմասնակցի Երևանում անցկացվող վաղը գագաթնաժողովին եվրոպական քաղաքական համայնքի միայն կարելի է դա ողջունել, քանի որ Թուրքիայի հետ գնում է process, բարդ է գնում, մեկ-մեկ դանդաղում է, բայց գնում է երկխոսության process Հայաստան-Թուրքիա ու շատ կարևոր էր, որ Թուրքիան բարձր մակարդակով ներկայանար։ Թուրքիան որոշեց
փոխ նախագահի մակարդակով մասնակցել այս աշխատանքներին, ինչը կարևոր է մեզ համար հենց ապաշրջափակման կոնտեքստում Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Ես խոստում եմ տվել ձեզ ասելու գոնե մի մասը երկրների, որոնք ժամանել են Հայաստան այսօր գիշերը, ուրեմն Լիտվայի, Էստոնիայի վարչապետները ժամանել են, վարչապետը Բոսնիա-Գերցեգովինայի ժամանեց, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահան ժամանեց, Կոսովոյի վարչապետը ժամանեց Հայաստան, գալիս են պատվիրակությունները, ժամանեցին Հայաստան Եվրոխորհրդի և ԵԱՀԿ-ի ղեկավարները, Լիխտենշտեյնի, Անդորրայի վարչապետները եկան, դուք գիտեք Լիխտենշտեյնը, Անդորրան իրանք Եվրոմիության անդամ չեն, բայց եվրոպական համայնքի անդամ են, դա է պատճառը, որ բոլոր այդ երկրների ղեկավարները նաև գալիս են։ Մյուս գագաթնաժողովը եվրոպական համայնքի, քաղաքական համայնքի կլինի այս տարվա երկրորդ կեսին Իռլանդիայում, այս 8-րդը անցնում է Երևանում, 9-րդը կանցնի Իռլանդիայում։ Շատ կարևոր ինֆորմացիա եկավ, որ պարոն Զելենսկին, Ուկրաինայի նախագահան, գալիս է Հայաստան։ Միանշանակ ողջունում եմ այս այցելությունը Ուկրաինայի նախագահի Հայաստան։ Հայաստանը ունի նորմալ հարաբերություններ Ուկրաինայի հետ, վերջի ժամանակներս Հայաստանը իր քվեարկություններում շատ ու շատ բան փոխեց, ՄԱԿ-ում, այլ ատյաններում Հայաստանը սկսեց քվեարկել որպես ժողովրդավարական երկիր իօգուտ Ուկրաինայի, Վրաստանի բանաձևերի ՄԱԿ-ում ու գալը պարոն Զելենսկին Հայաստան շատ տրամաբանական էր, էտել հայ և ուկրաինացի ժողովուրդները, մեր ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են։ Ես պետք է ասեմ, որ այդ գագաթնաժողովում հավաքվում են ղեկավարները վաղվա նիստերի համար, վաղը չէ մյուս օրվա, բայց այդ գագաթնաժողովի առաջի միջոցառումը կլինի այսօր երեկոյան, մայիսի 3-ին երեկոյան, դա կլինի ընթրիք, պաշտոնական ընթրիք։ Հիմա շատ կարևոր է հասկանալ ոնց են արձագանքում այս հաջողությունների, որին հասնում է Հայաստանը, ներսում ուժերը։ Ցավով պետք է ասեմ, որ ոչ միայն Ռուսաստանից, Ռուսաստանի մամուլից, Ռուսաստանի պաշտոնյաներից, Ռուսաստանի պրոպագանդիստներից մենք լսում ենք խոսքեր այդ գագաթնաժողովների դեմ։ Բացասական վերաբերմունք, սպառնալիքներ մեր ուղղությամբ, քայլեր Ռուսաստանի մեր դեմ ուղված, մեր ապրանքների դեմ ուղված, երեք մենք խոսացինք։ Մեզ ցավով պետք է ասեմ, որ նաև ներսում քաղաքական ուժերը այս գագաթնաժողովի դեմ պլանավորում են ինչ-որ բողոքի ակցիաներ անել, հայտարարություններից էլ երևում է, որ գոհ չեն, որ գալիս է աշխարհը Հայաստան, Հայաստանը դառնում է շատ կարևոր կենտրոն, նաև այդում Եվրոպայի ու առաջերտում Եվրոպայի համար դժգոհ են, ինչ-որ ստեր տարածում են, նաև շատ դժգոհ են, որ գալիս է Ուկրաինայի նախագահան, ինչի եք դժգոհ։ Կարող է պատահի Պուտինը պաշտպանեց Ղարաբաղի հայերին, կարող է պատահի Պուտինը պաշտպանեց Հայաստանը ագրեսիայից։ Շատ ցավում եմ, որ այս ձևի հակապետական ուժեր մենք ունենք Հայաստանում, փորձագետներ, ովքեր ուղղակի ստերով լցնում են մեր եթերը այսօր։ Հայաստանում ԶԼՄ-ները ստերով լցնում են։ Ու ամենակարևոր վախացնում են, ասում են, այ Ուկրաինայի նախագահան եկավ, Ռուսաստանը առևտուրը կդադարեցնի, նաև այդ թվում դրան մասին խոսում են քաղաքական ուժերը։ Պատկերացնում եք, պարոն Զելենսկին աշխատանքային այցով Բաքվում էր, Ռուսաստանից ծպտուն չարեցին։ Ինչու՞մ է պրոբլեմը, ինչի ընտրված Ուկրաինայի նախագահը լեգիտիմ չի կարող գալ Հայաստան։ Ուրեմն
Ցավում եմ, որ հակապետական ուժեր կան Հայաստանում։ Արհեստականորեն սրում են վիճակ։ Ու մեկ բան էլ ուզում եմ ասել։ Դուք գիտեք, մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաքվեց նիստի ապրիլի 30-ին։ Ու այդ նիստում 19 կուսակցությունների փաստաթղթերը ուսումնասիրվեցին։ 19 կուսակցություն դիմեցին մասնակցելու ընտրություններին ազգային ժողովին։ Բարձվեց 19-ից 8-ը ունեն ցուցակներում թերություններ, պակաս փաստաթղթեր։ Ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ տվեց այդ կուսակցություններին շտկել այդ սխալները։ Այդ 48 ժամը այսօր լրանում է, մենք կիմանանք ուղակի մոտ ժամերս, որ կուսակցությունները գրանցվել են, որ կուսակցությունները չեն գրանցվել։ Դա շատ կարևոր է իմանալ, որ ուժերը կմասնակցեն, որը չեն մասնակցի, որ վաղը ձեզ հետ քննարկենք այս ուժերի ծրագրերը ու ինչ է մեզ սպասում ընտրությունների ժամանակ։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։